Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը բավական կոշտ ելույթ ունեցավ, ըստ էության հակադարձելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ու նաև այն պնդումներին, թե այս ընտրությունները հետաքրքիր չեն եւ հանրությունն էլ ներգրավված չէ ընտրական գործընթացներում։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը հարց հնչեցրեց, թե նախընտրական գործընթացը անհետաքրքիր անվանողներին ու պոզ ու պոչ կպցնողներին, ով էր խանգարում առաջադրվել, տնային կալանք ենք տվել, հեգնեց Սերժ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է այն թեզին, թե այս ընտրությունները հետաքրքիր չեն, ապա ես ուղղակի կարող եմ ասել հետևյալը։ Եվ դա շատ լավ է, որ ընտրությունները հետաքրքիր չեն շատ մարդկանց համար։ Ընտրությունները ոչ թամաշա են, ոչ, չասեմ, ներկայացում կամ կինոֆիլմ են, որ հետաքրքիր լինի կամ հետաքրքիր չլինի։ Եվ նույնիսկ ֆուտբոլային մի հանդիպում չի, որ հետաքրքիր լինի։ Ովքեր ուզում են հետաքրքիր լինեն, գան մասնակցեն։ Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն ուզում մասնակցել, տարբեր պատճառներից ելնելով, դրա մեղավորն ով է։ Մենք ենք, փակել ենք դեմները, տարել ենք բանտ ենք նստացրել, տնային կալանք ենք տվել, ինչ ենք արել, վախեցրել ենք, վախեցող են այդ տեխնացուները, բայց եթե վախենում են, ոնց են ուզում հանրապետության նախագահ դառնալ։ Նշենք, որ 4-րդ իշխանությանը տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների կանխորոշվածության մասին, ասելով, որ դա Հայաստանի ամենամեծ դժբախտությունն է եւ դրա մղձավանջային հետևանքը իրեն ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50,000 մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100,000։ Այսպես շարունակելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի եւ պետականության կորստյան վտանգի առջև, այնպես որ ներկայիս նախագահական ընտրարշավը ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում, ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հակադարձելով Հայաստանի առաջին նախագահի այս գնահատականներին, Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ 90-ականների սկզբներին էլ էին գուժում, թե կործանում է լինելու, գուժում էին անխուսափելի պարտություն Ադրբեջանի դեմ, դրանից հետո անկարող լինելով երկիրը կառավարել, գուժում էին, որ եթե չհանձնենք եւ չհանձնվենք, ապա երկիրը կործանվելու է։ Հիմա հաճույք են ստանում արտագաղթով մեզ վախեցնելով։ Այո, կա այդպիսի երևույթ, բայց արդյոք քաղաքական գործիչները դրանից պետք է հրճվեն։ Արդյոք դա նշանակում է, որ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է։ Իհարկե ոչ։ Այս երկիրը երբեք չի կործանվելու։ Այս երկիրը աշխարհի լավագույն երկիրն է։ Ոչ միայն նրա համար, որ մեր հայրենիքն է, այլ իրոք շատ լավ երկիր է։ Բայց այս երկիրը պետք է սիրել, այս ժողովրդին պետք է սիրել։ Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել։ Եթե դու նեղանում ես, որ պրոցեսների վրա այլևս ազդեցություն չունես, անցել է ժամանակը, ստեսություն,